Ողջույն։ Վերջին օրերի մամուլը ողողված է պետական հիմնարկների ճոխ պարգևավճարների մասին լուրերով։ Այնպիսի գումարների մասին են, որ իրոք սարսափելի տպավորություն է ստանում։ Նախ հայտնի դարձավ պատգամավորների 3 միլիոն դրամների մասին։ Ահռելի թիվ է։ Ոնց էլ հաշվում, չես հասկանում այդ ինչն են իրար գումարել, որ այդ թիվն է ստացել։ Ողջամիտ չէ։ Ու նաև պատճառը չենք հասկանում, որ արդյունքի համար։ Հետո հայտնի դարձավ հակակոռուպցիոն կոմիտեում մինչև 3.5 միլիոն դրամ բաժանելու մասին։ Դե դա երևի նրա համար է, որ անիվի կոռուպցիոն դեպքը կոծկում են շատ լավ։ Հետո հայտնի դարձավ քննչական կոմիտեում մինչև 4.5 միլիոն դրամ բաժանելու մասին։ Դա էլ երևի կեղծ ձայնագրություններ կտրել միացնելու եւ հաջողությամբ քրգործեր կարելու համար էր։ Հետո հայտնի դարձավ կրթության նախարարությունում 1 միլիոն դոլարի պարգևավճարների մասին։ Մեղա այսօրվա հրապարակումներ։ Մամուլը գրում է, որ նախարարները ստացել են մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները մինչև 5 միլիոն դրամ, տեսչությունների պետերը մինչև 9 միլիոն դրամ, տեղակալները մինչև 5 միլիոն դրամ եւ այսպես շարունակ։ 9 միլիոն դրամ մեկ ամսում մեկ հոգուն աղքատության տարածաշրջանում, ամբողջ ԵԱՏՄ-ում Եվրամիություն են ուզում գնալ։ Եվ ուրեմն Եվրոպայում ամենաաղքատ երկրում, որը ավելի աղքատ է, քան անգամ 4 տարի պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան, ավելի աղքատ է, քան Իրանը, որտեղ հեսա հեղափոխություն է լինում սոցիալ-տնտեսական հիմքով, այս երկրում նման պարգևավճար տալ պաշտոնյային հասարակության վրա թքած ունենալու մասին է։ Նախարարը մեկ ամսում ստացել է հպարտ հարկատուների միջոցներից 24,000 դոլար։ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է, սպառողական զամբյուղից պակաս է մոտ 5,000 դրամով։ Պետությունն ավելի քիչ աշխատավարձ է տալիս, քան իր սահմանած ապրելու գումարն է։ Մեկ նախարարը ստացել է 120 նվազագույն աշխատավարձ ստացողի չափ գումար։ Մի քանի տարի է թոշակ չեն բարձրացրել, ինչ որ հետվճար են տալիս, այն էլ բազմաթիվ պայմաններով, ինչի վրա պիտի ծախսի, որ ստանա, պետք է անկանխի կառավարություն անի եւ այլն։ Թոշակի նախարարը ստացել է մեկ ամսում թոշակառու 21 տարվա թոշակի չափ պարգևատրում։ Կարելի ասել, թոշակառուի ամբողջ կյանքի թոշակը ստացել է մեկ ամսում։ 65-ից գնում են թոշակի ու քչերն են, որ 20 տարի ապրում են։ 12 նախարարները միասին ստացել են Հայաստանում մեծությամբ երկրորդ Վանաձոր քաղաքի բոլոր թոշակառուների թոշակի չափ գումար։ Նիկոլն ասում է, որ թոշակը 10,000 դրամով ավելացնենք, չի կարողանա ծախսել։ Մենակ մեկ նախարարի պարգևավճարով կարելի էր 900 թոշակառուի թոշակ ավելացնել 10,000 դրամով։ Կառավարության, ազգային ժողովի, պետական օղակների պարգևավճարներով հնարավոր էր մեր երկրում բոլոր թոշակառուների թոշակը բարձրացնել առնվազն 7,000 դրամով։ Բայց Նիկոլն ասում է, որ բարձրացնենք, իրենց ինչ օգուտ մեկ է չեն էլ իմանա ինչի վրա ծախսեն։ Ըստ դրա թոշակառուն չգիտի 10,000-ը ինչի վրա ծախսի, մինիստրը գիտի 9 միլիոնը ինչի վրա ծախսի։ Նիկոլն ասում է, թոշակառուի թոշակը եթե 20,000 դրամով բարձրացնենք, մեկ է ձմռանը էլի չի տաքանալու, որովհետև տան պատուհաններն էլ պետքա փոխի, դռներն էլ պետքա փոխի, որովհետև թոշակառուն ապրում է կենցաղային ծանր պայմաններում եւ այլն։ Հիշում եք, դա մի անգամ բողոքում էր, որ կառավարական ամառանոցները չեն տաքանում։ Բայց ինչ արեց։ Բարձրացրեց ամառանոցներին տրվող գումարի չափը։ Նիկոլն ասում է, թոշակառուի տունը պետք է նորոգենք, որ ջեռուցումը էֆեկտիվ լինի։ Բայց նա իշխանության գալուն պես թանկարժեք նորոգեց ոչ թե թոշակառուի տունը, այլ կառավարական ամառանոցները։ Այն գումարով, որ նորոգեց իր կեցավայրը, կարող էին փոխել 15,000 պատուհան թոշակառուների տներում։ Ինքն էր ասում, որ ամեն գյուղացի պետք է ունենա ապրելու արժանապատիվ պայմաններ։ Բայց այդ պայմանները ստեղծեց իր համար, պետական բյուջեով, ու այնպես չէ, թե հրատապեր։ Սրանց օրոք 150,000 մարդ դարձել է փախստական Արցախից։ Փախստականներին սրանք ասում են փող չկա։ Կտրել են 40 + 10,000 դրամները, բայց մեկ ամսում մեկ տեսչության պետը ստացել է 150 փախստականի տրվող գումար։ Հայաստանում լիքը սահմանապահներ դուրս են գալիս համակարգից։
տարբեր հրապարակումների համաձայն, որովհետև ըստ մամուլի իջացրել են աշխատավարձը, դարձրել են 120,000 դրամ։ Իսկ պաշտպանության նախարարը ստացել է մեկ ամսում 75 սահմանապահի աշխատավարձ։ Մեկ ամսում պաշտպանության նախարարը ստացել է սահմանապահի 6 տարվա աշխատավարձի պարգևավճար։ Հայաստանում ուսուցիչների մեծ մասի աշխատավարձը 100,000 դրամից ցածր է։ Բազմաթիվ ուսուցիչներ ստանում են ընդամենը 85-ից 100,000 դրամ աշխատավարձ, բայց կրթության նախարարը մեկ ամսում ստացել է 105 ուսուցչի աշխատավարձի չափ պարգևավճար։ Պատկերացնում եք, 10 գյուղի ուսուցչի աշխատավարձ ստացել է նախարարը մեկ ամսում։ Բայց որպեսզի դպրոցի վրա ծախս չանեն, սրանք փակում են դպրոցները, միավորում, այդ գումարը տալիս են նախարարին։ Այս տարվա բաժանած պարգևավճարների գումարով հնարավոր էր մուծել աղքատության մեջ գտնվողների ձմռան ամենածանր ամսվա ամբողջ կոմունալները։ Հնարավոր էր բոլոր գյուղացիական տնտեսություններին անվճար պարարտանյութ տալ, ոռոգման ջուր տալ, սերմացու տալ։ Ժողովուրդ ջան, սա ծաղր է ձեր նկատմամբ։ Մարդը ամբողջ կյանքում աշխատել է, փորձել է հետ գցել, բայց սրանց ստացած մեկ ամսվա գումարի չափ չի կարողացել կուտակել։ Ամբողջ կյանքում։ Սա իշխանության ագահության մասին է։ Պետբյուջեի ռեսուրսները օգտագործում են իշխանավորի բարեկեցության համար։ Սա հասարակության հանդեպ ոտնձգություն է։ Բացահայտ ազդանշան, որ համակարգը աշխատում է միայն իշխանավորի օգտին։ ՔՊ-ական падգամավոր կա, ասում է, արդարացնում է բարձր պարգևավճարները, ասում է պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի։ Համաձայն եմ։ Բայց արժանապատիվը որքան է ըստ նրա։ Մի երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է, պաշտոնյայի արժանապատիվ վարձատրությունը որքան պետք է լինի։ 9 միլիոն։ ՔՊ-ականների կարծիքով իրենց արժանապատիվ աշխատավարձը ամսական ինչքան պետք է լինի։ 20 միլիոնը բավական է, իսկ այդքան դոլար թե դրամ։ Տեսեք, ցածր աշխատավարձը խրախուսում է կոռուպցիան, բայց չարդարացված բարձր աշխատավարձը առաջացնում է սոցիալական զայրույթ եւ անվստահություն։ Եթե պետական պաշտոնյան ապրում է ավելի լավ, քան միջին քաղաքացին, դա նորմալ է։ Բայց եթե ապրում է անհամեմատ լավ, դա արդեն խնդիր է։ Երբ կառավարությունը մեկ ամսում ստանում է 30 գործարանի մեկ տարվա վճարած հարկերի չափ պարգևավճար, դա խնդիր է։ Երբ նախարարը մեկ ամսում ստանում է 250 թոշակառուի թոշակի չափ պարգևավճար, դա խնդիր է։ Պաշտոնյանն ասում են պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, իսկ թոշակառուն պետք է ստանա արժանապատիվ թոշակ, թե չէ, ըստ ՔՊ-ի։ Սրանց խոստումները եղել են հենց կեղեքված թոշակառուի մասին։ Սրանց հեղափոխության սիմվոլը չի եղել բարձր վարձատրվող պաշտոնյան։ Հեղափոխության սիմվոլը եղել է այն հայտնի կանաչի ծախող տատիկը։ Եթե պետությունը չի կարող պաշտպանել իր ամենախոցելիներին, թոշակառուներին, աղքատ ընտանիքներին, առողջապահական, կրթական համակարգի աշխատողներին, ապա միլիոնավոր դրամների պարգևավճարը նախարարների համար ոչ միայն աննորմալ է, այլև բացահայտ ամոթ է պետական համակարգի համար։ Բայց հարցերի հարցը գիտեք որն է, որ այդ գումարները բաժանում են չեղած տեղից։ Տարվա վերջում իմացանք 250 եւ ավելի միլիոն եվրոյով արտաքին պարտքը ավելացնելու մասին, որից հետո միլիոնավոր դոլարների պարգևավճարների մասին։ Կարճ ասած, իշխանությունը այս հեղափոխականների համար ընդամենը հարստանալու գործիք էր, իսկ հիմա իշխանությունը իրենց հարստությունը բազմապատկելու, հարստության աղբյուրը պահելու գործիք է։ Այդ դրա համար էլ այսպես կարճացեն ու ամեն ինչ անում են չզիջելու համար իշխանությունը։ Հանուն դրա պահպանման իրենք պատրաստ են ամեն ինչի բառից բուն իմաստով, որովհետև զրկվել դրանից նշանակում է զրկվել մեկ ամսում 25,000 դոլար վաստակելուց։ Միայն թե անհասկանալի է, թե ինչու են այս ամենով հանդերձ իրենց հռչակել ժողովրդի իշխանություն։ Ձեր վայելքների հետ ժողովուրդը ինչ կապ ունի։